Ողջույն Տաթև ջան, շնորհակալ եմ շատ մեր հաղորդմանը մասնակցելու համար։ Ողջույն Մանա ջան, եւ շատ շնորհակալ եմ հրավերքի համար։ Տաթև ջան, որքան ժամանակ է, որ դուք ԱՄՆ-ում եք գտնվում։ Ես արդեն 4 տարի է գտնվում եմ ԱՄՆ-ում։ Իսկ համեմատած կյանքը ԱՄՆ-ում կամ Արգենտինայում, որոնք են այդ հիմնական տարբերությունները, որ կային։ Շատ տարբեր են։ Արգենտինան մի քիչ ավելի ազատ երկիր է։ ԱՄՆ-ում շատ ավելի առավելություններ կան, երևի երեխաների հետ կապված, կրթություն ու անսահման հնարավորություններ։ Իսկ Արգենտինայում ավելի լավ հնարավորություններ կան երևի երիտասարդների համար, որովհետև այնտեղ ավելի գերակշռում է գիշերային կյանքը երևի։ Ճիշտն ասած տեղափոխվեցինք Արգենտինա մեր երեխաներին ավելի լավ կրթություն ու ապահովություն տալու համար։ Լատինական երկրները մի քիչ դառումով թույլ են, իհարկե շատ լավ ժամանակ ենք ունեցել ու շատ լավ տարիներ ենք ապրել Արգենտինայի շատ գոհ եմ։ Իսկ ինչու կայացրեցիք կոնկրետ այդ որոշումը, որ ԱՄՆ պետք է գաք։ Քովիդը երևի նպաստեց դրան։ Մինչև քովիդը մենք ասենք մեր բիզնես ունենք, ամուսինս իր բիզնեսը ուներ, ամեն ինչ շատ լավ էր ընթանում, բայց երբ քովիդը եկավ Արգենտինան երևի ամենաառաջին երկրներից էր, որ մի անգամից փակեց դռները, մենք գրեթե 8 ամիս չենք կարողանում ոչինչ դուրս գայինք, նույնիսկ խանութ գնալու համար պետք է permit ունեինք կամ գրանցվեինք, որպեսզի կարողանայինք դուրս գայինք, գնայինք առևտուր անեինք, գայինք։ Դրա համար ճիշտ է դեռ քովիդի ժամանակ եկանք Ամերիկա, մի քանի ամիս տեղ մնացինք, հետ գնացինք, հետո վերջնականապես որոշեցինք, որ մեր երեխաների ու ապագայի համար ավելի լավ որոշում կլինի տեղափոխվելը։ Մարդիկ շատ հեշտ են պատկերացնում ԱՄՆ-ի կյանքը ու շատ վարդագույն ակնոցներով են նայում այն ամեն ինչին, ինչը տեղի ունենում Ամերիկայում։ Բայց շատերը, ովքեր որ գալիս են, իրապես բախվում են այդ բոլոր դժվարություններին ու տեսնում են Ամերիկայի հակառակ կողմը, հա, ինչ է կատարվում այնտեղ։ Գիտեմ, որ դու եւս ինչպես բոլորս բախվել ես այդ դժվարություններին ու ուզում եմ խոսենք հիմնական դժվարությունների մասին, ինչ դժվարությունների ես բախվել եւ եկել ես ԱՄՆ։ Ճիշտ ասած, երբ որ տեղափոխվում ես, ինքը շատ մեծ փոփոխություն է քո կյանքում, լինի Ամերիկա, թե լինի ուրիշ երկիր, Հայաստանից երբ որ դուրս ես գալի, քո հայրենիքն է, ամեն ինչը քո համար շատ հարազատ է։ Դուրսը պետք է ադապտացվես, որպեսզի փորձես ինչ-որ չափով քեզ հարազատ սարքես։ Ամերիկա, ճիշտ ասած, քանի որ իմ Արգենտինայից գալն էր, այստեղ ոչ թե Հայաստանից, Արգենտինա գնալը ավելի դժվար ինձ թվաց ադապտացվելը, քան Ամերիկա, որտեղ արդեն երկրորդ երկիր էր տեղափոխվում։ Իհարկե, բնականաբար միշտ պետք է փորձությունների միջով անցնես, նորից պետք է վճարես գինը, այո, եւ դա մի քանի տարի է տևում, ոչ մի անգամից չի լինում։ Առաջինը, որ չգիտես ինչ ես ուզում անես։ Բարեբախտաբար ես Արգենտինայում զբաղվում էի բացի բիզնեսով, զբաղվել եմ նաև քովիդի ժամանակ մտա անշարժ գույքի գործակալություն, որ շատ սիրում եմ եւ սկսեցի այնտեղ այդ գործով զբաղվել։ Երևի մտադրությամբ, որ Ամերիկայում էլ նույն բանը շարունակեմ։ Երբ որ մենք նոր տեղափոխվեցինք, մենք բիզնես բացեցինք, կահույքի բիզնես բացեցինք ու որոշեցի սկզբից ամուսնուս օգնեմ այդ բիզնեսի մեջ ու հետո անցնեմ նոր անշարժ գույքին, որ իրոք շատ սիրում եմ։ Մի քանի տարի երևի օգնեցի ու 22 թվականի վերջերից նորից մոտ գործեցի անշարժ գույքի ոլորտը։ Տաթևիկ, որքան ժամանակ հետո կատարեցիք ձեր առաջին վաճառքը real estate-ում։ Ամերիկայում առաջին գործողությունը, որ կատարվել եմ real estate-ում, եղել է կոմերցիալ լիզ, որը բավականին մեծ լիզ էր։ Դրանից հետո նոր կարող արել եմ կոմերցիալ վաճառք, երևի 3 ամիս հետո ինչ-որ real estate-ի մեջ է ու դրանից հետո ռեզիդենցիալ ավելի տների վաճառքի մեջ մտա, կոմերցիալը շատ եմ սիրում, բայց ավելի բարդ ոլորտ է, իհարկե միգուցե որոշ ժամանակ հետո նորից կոմերցիալ էլ անեմ, քանի որ շատ հետաքրքիր է, միատոն չի։ Իսկ հիշում ես քո առաջին հաճախորդին։ Իհարկե հիշում եմ, դա մի բան է, որ երբեք երևի չես մոռանա, որտեղ էմոցիաները շատ ուրիշ են։ Առաջին հաճախորդս քովիդի ժամանակ է եղել,
երբ տուն էինք փնտրում ու չկարողացանք գտնել listing agent-ին, զանգեր եւ անպատասխան, email-ներ եւ անպատասխան։ Ես գնացի, քանի որ շենքեր էին Արգենտինայում էր դա, գնացի գտա մենեջերին շենքի, կարողացա գտնել տիրոջ միջոցով կարողացանք կապնվել listing agent-ի հետ եւ կարողացանք ի վերջո դիլը փակենք։ Իհարկե դա տևեց երևի 2 ամսից ավել, որպեսզի կարողանանք listing agent-ի հետ կապնվենք։ Իհարկե վերջում արդյունքը շատ լավ էր, որովհետեւ ավելի ցածր գնով փակեցինք տունը, քան որ իրականում արժեր։ Կլայենտը շատ գոհ էր, որովհետեւ իրանք երուհիներն բնակվում էր այդ շենքում ու շատ էր ուզում, որ այդ շենքում է տուն ունենար։ Տատևիկ մարդիկ շատ հեշտ են պատկերացնում real estate agent-ի աշխատանքը ու բոլորը մտածում են, որ դուք օդից այսպես շատ հեշտ ճանապարհով գումար եք աշխատում եւ խոսքը միլիոնների մասին է։ Այ կպատմես ինչու՞մն է իրականում կայանում real estate agent-ի գործը եւ ինչ դժվարություններ կան դրա մեջ։ Ճիշտն ասած, մինչեւ real estate դառնալը ես էլ էի մտածում, որ ինքը շատ հեշտ գործ է, մենակ գումարն ես հաշվում եւ մի քանի տուն ես ցույց տալիս եւ ահա գործարքը պատրաստ է, բայց իրականում 24/7 աշխատանք է, որ նույնիսկ եթե կլայենտների, որովհետև միշտ մեզ սովորացնում են, որ պետք է անձնական ու professional-ը միշտ տարբերվեն եւ ժամկետները դնես, որպեսզի ունենաս քո անձնական կյանքը, բայց չի ստացվում։ Շատ քիչ մարդկանց մոտ այնպես թվում է, որ ստացվում է դա։ Նույնիսկ եթե դու չունենաս կլայենտ, որ գիշեր ժամը 11-ին զանգի քո հետ խոսա, աշխատանքը անվերջ է։ Եվ ժամանակ է լինում, որ շատ դժվար բարդ transaction-ներ ենք ունենում, շատ ժամանակ ու էներգիա ենք դնում, որպեսզի կարողանանք այդ գործարքը խելքի բերենք։ Մեր աշխատանքը մեծ մասամբ մեր մեքենայի մեջ է տեղի ունենում, քանի որ պետք է վարենք շատ եւ տներ ցույց տանք։ Իհարկե, երբ որ լավ կլայենտներ ես ունենում ու հաճելի է, աշխատանքն միանգամից հաճելի է դառնում։ Իհարկե, այսքան ժամանակ չեմ ունեցել մի հատ կլայենտ, որ հաճույք ստանամ իր հետ շփվելու, վերջում էլ դառնում ենք ընկերներ։ Դժվար է գումար աշխատել real estate-ում, միանգամից չի թափվում դոլարները վերելից քո վրա, բայց եթե գործը շատ ես սիրում, ամեն ինչ անում ես, որպեսզի արդյունքների հասնես։ Մեր պարագայում արդյունքները հասնելը ինձ թվում է ոչ թե գումարի հետ մենակ գումար աշխատելն է, այլև մարդկանց օգնելն է։ Որովհետև տուն գնելը կոսմետիկա գնել չի։ Շատ կարևոր որոշում է, որ մարդիկ պետք է կայացնեն ու շատ կարևոր է նաև որ կողքիդ ունենաս վստահելի մեկին, որ քեզ կարողանա ճիշտ ուղղորդել, այո, ճիշտ ուղղորդել, ճիշտ որոշումներ կայացնելու համար։ Միշտ ասում եմ իմ կլայենտներին, տուն ընտրելուց կարևոր չէ ինչքան գեղեցիկ է տունը ներսից, այլ որտեղ է գտնվում տունը, ինչ դպրոցներ կան, ինչ խանութներ կան շրջապատող եւ ամեն մեկը բնականաբար ընտրում է այն տեղը, որ իրեն ավելի հոգեհարազատ է։ Երբեմն տեղեր կան, որ չափազանց բարձր գներ են, հենց հողի գինն է բարձր, ոչ թե տուն։ Ու մենք որ գալիս ենք ուրիշ երկրներից, առաջ մեր համար թվում էր, որ 1 միլիոնը պետք է լինի մի հատ դղյակ, ու գալիս ես Լոս Անջելես, տեսնում ես Լոս Անջելեսի իրականությունը դղյակային չի։ Փոքրիկ տներ են փայտից սարքած եւ արժեն $1 միլիոն։ Ցավոք սրտի պետք է ադապտացվես այն երկրում, որտեղ ապրում ես եւ հասկանաս, որ ոչ թե վճարում ես գեղեցիկ տուն ունենալը, այլ վճարում ես այն հողը, որի վրա ուզում ես դու ապրես։ Ու շատ կարևոր է, որ ընտրես ճիշտ վայր։ Եթե փոքրիկ երեխաներ ունես, լավ դպրոցների մոտ լինի, որպեսզի լինի ապահով, եթե մեծահասակ ես, այնպիսի տեղ լինի, որ կարողանաս հեշտությամբ խանութներ գնաս եւ շարժվել ավելի հեշտ լինի, որ միշտ մեքենա չօգտագործես։ Դրա համար շատ ունիկալ է տուն ընտրելը ու կախված է ամեն մեկը ինչ ձևի զգացմունքներ ունի ու ինչ տարիքային սահմանափակումներ կան, որպեսզի կարողանաս ճիշտ ընտրել քո ապրելու վայրը։ Եղել է ժամանակ, երբ ունեցել ես շատ խորը հիասթափություն հենց մասնագիտության ընտրության հետ կապված։
Այո, եղել է։ Ինչպես է այն դրսևորվել։ Ճիշտն ասած, վերջերս շատ ռիլեր են անում real estate-ի հետ կապված, երբ որ դիլը չի ստացվում ու սկսում ես ճչալը, որ չստացվեց, շատ վատ ես եւ հաջորդ օրը client-ը զանգում է, արդեն դու միանգամից shift ես անում, փոխվում է քո տրամադրությունը, արդեն շատ ուրախ ես։ Դա իրական է, որովհետեւ երբ որ ինչ-որ մի բան դու միշտ պետք է հասկանալ, որ real estate-ում ոչինչ բանը միանգամից չի լինում։ Ամեն ինչին ժամանակ է պետք, որպեսզի դու կարողանաս կառուցես հարաբերություններ մարդկանց հետ, որպեսզի քեզ վստահեն ու որոշեն իրանց տունը ուզում են քո հետ գնել։ Սակայն դեպքեր են լինում, որ շատ աշխատում ես ու կարող է նենց լինի, որ escrow-ն անվավեր դառնա, դիլը չստացվի։ Ու այդ ժամանակ դու պատկերացրու աշխատել ես 3-4 ամիս տուն փնտրելու համար, բանակցել ես listing agent-ի հետ, որպեսզի կարողանաս տունը քո client-ի համար վերցնես, մտնում ես escrow եւ ինչ պատճառներով escrow-ն չի ստացվում։ Իհարկե նորից ամենակարևորը ժամանակ, որպեսզի կարողանաս շուտ վերականգնվես, որովհետեւ սա ոչ միայն քո մասին է, այլ այս ամբողջ աշխատանքը client-ի մասին է, հաճախորդի մասին է, որ օգնես հաճախորդին, քանի որ այդ նույն բանը ազդում է ոչ միայն քեզ, այլև հաճախորդի վրա։ Ինձ թվում է, որ պետք է այդ ժամանակ ավելի շատ հաճախորդի կողքին լինենք, որպեսզի չհիասթափեն, որովհետև սա մեր գործն է, մենք այդ բաներին, այդ վիճակներին երևի արդեն ավելի սովոր ենք, որովհետև միշտ այս փորձություններ ենք ունենում, իսկ հաճախորդի համար նորություն է։ Իհարկե, եթե առաջին անգամ գնում տունը, ամեն ինչն է նորություն, ոչ միայն այդ process-ը։ Որն է առաջին անգամ տանգնորդի եւ փորձառու տանգնորդի տարբերությունը։ Առաջին անգամ գնորդները սովորաբար ավելի զգույշ են եւ ավելի անհանգիստ են, նրանց պետք է քայլ ուղղորդել, որպեսզի վստահություններ շնչել։ Փորձառու գնորդները արդեն ճանաչում են գործընթացը եւ նրանց շեշտը դնում են ավելի շատ շուկայի արժեքների վրա, բանակցությունների վրա եւ ամբողջ գործընթացի վրա։ Երբ է տուն գնելու ամենաճիշտ ժամանակ։ 3։ Ճիշտն ասած, շատ realtor-ներ կան, որ պատասխանում են, երբ որ դու արդեն պատրաստ ես, իմ կարծիքով դա արդեն 3 էր, որովհետև տանգները անդադ բարձրանում են, ու եթե հարցնեք յուրաքանչյուր տանտիրոջ, երբ էր այդ ժամանակը տուն գնելու, բոլորը միայն ափսոսելու են, որ ավելի շուտ չեն գնել։ Իսկ այն մարդիկ, ովքեր սպասում են, մինչև հիմա վարձում են։ Մինչդեռ գները կրկնապատկվել, եռապատկվել են։ Իմ կարծիքով գնելը կորուստ չէ, սպասելը այո։